Բարի երեկո սիրելի հերոստատող բարեկամներ, անգամ եւս կողջունեմ ձեզ AMG-ի հերոստանգերության հիմնակար հաղորդաշարով։ Կողջունեմ ձեզի եւ կմաղթեմ այս մարդ ամսվա եւ շուտով արդեն պիտի թեվագողենք Կարնան։ Ու այս մթնոլորտի մեջ բդացեցի ինչ ճիշտ նյութն է ներկայացնելու։ Այս օրերուն նաեւ կմոտենան ինձի իմանալով, որ ես հայ առաքելական եկեղեցու այսպես ասած իրավունք չունիմ ասելու գղեր, որովհետև դրանք ընդհանրապես օձյալներն են, քահանաներն են, վարդապետներն են, եպիսկոպոսներն եւ այլն, բայց սարկավակներն էլ ցանատրիալ են եւ մաս կկազմեն հայ առաքելական եկեղեցու գղերին։ Եվ կան հարցնեն հարցումներ, այդ իսկ պատճառով այսօր որոշեցի անպայմանորեն, քանի որ առաջին օրն է մեծ բակին, հարց տանք մենք մեզի եւ արդարը լանք պատասխանին մեջ, ասելու համար, որ արդյոք մենք քրիստոնյա ենք, ճշգրիտ քրիստոնյա ենք։ Այս հարցումը կարող է շատերի մոտ, տարբեր մարդկանց մոտ, տարբեր ցևով արտահայտվեն, տարբեր ցևով ընկալվի այս բոլոր նյութը, բայց եւ այնպես եկեք չխորանանք, ես նկատի չունեմ եւ նպատակալ չունեմ ովևէ մեկուն բախարակելու, ովևէ մեկուն գնահատելու եւ այլն, այլ պարզապես, որովհետեւ կմոտենան մարդիկ, պարզ մարդիկ նույնիսկ որ ասենք շարքի գեցած եմ կնկատեն եւ կուքան գսեն երբ պիտի սկսի բակը եւ երբ կդեվե եւ ինչպես է եւ այլն եւ մտածեցի ինչու՞ չէ նաեւ արիթը օգտագործեմ ճիշտ է մենք հայոց պատմությունից կխոսենք հայկական լեռնաշխարհից կխոսենք անցյալից ներկայից ու ապագայից կխոսենք բայց եւ այնպես այսօր որոշեցի անպայման նաև որպես սարկավակ նաև ներկայացնել այս հարցը արդյոք մենք քրիստոնյա ենք թե չէ ինչու է այս ամենը գսեմ որովհետև մեծամասնությունը մեր հայերուն հպարտությամբ կընդունին որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն են։ Նույնիսկ կնամ ասել, որ շատերը կնան ասել 301 թվականից մենք քրիստոնեությունը որպես պետական գրոն ընդունած ենք եւ այլն։ Բայց անգե յետք երբ հարց կդամ ես ինչ գիտենք քրիստոնեության մասին արդյոք իսկական քրիստոնյաներ ենք արդյոք Քրիստոսավայել, Քրիստոսահաճո կյանք կընդունենք, կվարենք եւ այնտեղ կյանք կառնեն ու մի անգամից մեծ մասը ովքեր որոնք հայրենիքից են եկած, ովքեր որոնք նախկինում սովետական միության օրերուն ապրած են, մի անգամից կսեն, բայց Ստեփան ջան, գիտես չէ, մեր ժամանակը արգելված էր այդքան եկեղեցու հանդեպ սեր ունեցողը չեր գրնար բարձրանալ եւ այլն եւ այլն։ Սիրելիներ, սովետը փլուզվեց եւ մենք 1991-ին այստի անկախ ենք։ 34 տարի անցավ սիրելիներ եւ 34 տարի դեր փանջ սորվեցանք սերունդներ եկան 91-ին յետք եկեք ինքնակնաթատություն ունենք բայց ավելորդ ցևով ինքնապաշտպանություն չունենք այլ անկեղծ լինենք մեր անձի մասին ինչ գիտենք քրիստոնեության մասին արդյոք մենք իսկական քրիստոնյաներ ենք թե չէ եւ որովհետեւ ինչպես էսի շատերը կմոտենան
եւ կհարցնեն եւ արդար է իրենց հարցումը, որովհետեւ կարող է տան մեջ չեն լսած կամ շատ աղոտ նյութեր լսած են աճուցախեն կարող է հերոստատեսությամբ կամ սոցցանցի մեջ որոշ բաներ կարդացած են բայց եւ այնպես հստակ պատկերացում չունին այս է պատճառը որ ես այսօր պիտի խոսիմ բահքի մասին բահոց օրերու մասին նախ մեմը ասեմ ցեզի թե ինչ է բահքը եւ երբ մենք դոնացույց օրացույցի մեջ նայենք 365 օրվա մեջ այսինքն կրնամ ասել 12 ամսվա մեջ մոտավորապես 6 ամիսները բահոց օրեր են պիտի զարմանաք որովհետեւ շատերուս ծանոթ է միայն մեծ բակը որ ես պիտի հետո քիչ մեջ անդրադառնամ բայց կզարմանաք երբ որ ասեմ դարվա գես օրերը բակ են դարվա մյուս օրերը դոնական են մարդիկ արդեն առաջին այս լսելուն կզարմանան ուրեմն միայն այս 40 օրը չէ ասեմ նախ 40 օր չէ այլ 48 օր է եւ ոչ միայն այս չէ երևակայեցեք սիրելիներ որ ունենք մեծ բակի այս շրջանը ունենք սուրբ ծննդյան հիսնագը այսինքն աստվածահայտնութենեն 50 օր առաջ բակ է բայց որովհետև նոր դարի կա մեջտեղը ժամանակ առ ժամանակ մորցված է եւ ուրիշները ավելի մատչելի դարձնելու համար 3 մասի բաժնած են սկիզբը վերջավորությունը եւ մեջտեղը որ ընդհանրապես կգոչեն Սուրբ Հակոբի բակ բակը բայցողությունը գենթանական արդատութեն է գենթանական միս գատնեղեն տարբեր գենթանիներու հետ կապված արդատութեն են հրաժարին է կամոք եւ այս միայն ուդել կամ չուդելը չէ այլ նաեւ հոգեվոր պատրաստությունն է եթե մենք չուդենք չխմենք ճիշտ օրենքները պահենք բայց սրտանց չնենք ու մեր սրտի մեջ սև է նախանց է ամեն կեղտ կա իմաստ չունի կերեր ենք կամ չենք կերած ավելի լավ է ուդենք քան թե չուդենք բայց սրտանց չնենք այս ամենը բակ սա միայն քրիստոնեական կյանքի կրոնքի մաս չի գասմեր այսօր հրեաներն ունին բակ այսօր մահմեդականներն ունին բակ եւ եթե լավ նայեք հարաճիկա այս մեկ ամիսը Ռամադան el-Karim կսեն եւ իրենք արևածագեն մինչեւ արևմուտք այդ ժամանակաշրջանին բոլորովին ճաշ չեն ուտեր կամ պետք է արևածագեն առաջ ուտեն եւ կամ արևմուտքեն հետո ուտեն երբ որ արևը մարգը մտնի կնան այդ քիշերը ուտել մինչեւ այն ժամանակ երբ որ արևը ծագեց արդեն իր չեն ուտեր եւ ադիկա նաեւ Ռամադան կոչվի դերաթարնան քրիստոնեական բահերուն ես այսօր չեմ ուզել մանրամասնել որ չհոգնիկ բայց եւ այնպես կուզեմ ասել հայ եկեղեցվո մեջ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը բակ շաբթվա մեջ 7 օրեն 2 օրը բակ է գիտեիք
Ուրեմն, առաջին, գա օրական բակերը, ուրբաթ շորեքշաբթի, գա շաբաթվա բակերը, տոներեն առաջ, ինչպես ասի չէ, օրինակի համար Սուրբ Սարգիսի բակը, որ գսենք, իրականության մեջ Սուրբ Սարգիսի բակ չէ, այլ առաջավորած բակն է, այսինքն նոր դարվա մեջ առաջին բակն է, որ գտովի կամ գբահվի, եւ ադիկա որովհետեւ կհաջորդե Սուրբ Սարգիսը, մատիկ շատ հաճախ կսեն, այսի Սուրբ Սարգիսի բակն է, բայց Սուրբ Սարգիսի հետ կապ չունի, դա առաջավորած բակն է։ Հետո կուկա մեծ զատկվա բակը։ Եվ բակեն մեկ օր առաջ մենք կբադրաստվենք այդ բակին ու անունը գտնենք Փարեգենթան։ Փարեգենթան վստահ եմ բոլոր դա լսած եք, նամարավանդ երբ որ մենք փոքր էինք, Թումանյանի Փարեգենթանը եւ մենք հաճույքով գլսեինք եւ այլն, բայց եւ այնպես չէինք հասկանալ, որ այդ Փարեգենթանը մեր գրոնական Փարեգենթանի հետ է կախված։ Ուրեմն, Փարեգենթան երկու բառերը փաղկացած է բարի եւ գենթանություն։ Բարի ուրախ, զվարթ, երանելի եւ գենթանություն, կյանք, ուրախություն, երջանկություն։ Բարի կյանք։ Ու ամեն մեկ բակեն առաջ, երբ որ Փարեգենթան կա, մի օրը կհիշեցնե մեզի այն երանելի օրերը, որոնք մեր նախահայրերը, նախահայրը եւ նախամայրը, նախածնողը, այսպես ասենք Աթամ եւ Եվան, որոնք գաբրեին տրախտային միջավայրի մեջ երանելի կյանքով, այս աշխարհիկ կյանքը չունեին իրենք, որովհետև գաբրեին տրախտի մեջ ու ուրախ էին, բարի գենթանություն, բարի կյանք ունեն, երանելի կյանք ունեին, եւ մեծ բակեն առաջ կգոչենք փուն Փարեգենթան, որովհետև մեծ բակը կշարունակվի 48 օր հետո պիտի տոնենք Հիսուս Քրիստոսի հաղթական հարությունը։ Հաղթական հարություն ինչու համար գսենք, որովհետև որպես քրիստոնյաներ Քրիստոսի հարությունն է, որ մեզ գդարբերե մյուս բոլոր գրոնները։ Նայեցեք, մահմեդականություն, Մովսես, բուդդայիզմ եւ այլն, բոլորի այդ կրոնների հեղինակները ծնան ու մեռան ոչնչացան։ Միակն է քրիստոնեության մեջ Հիսուս Քրիստոս, որ ասավ ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ու այդ խոսքին հիման վրա ինքը մարմնական մահը գրեց, բայց 3 օր հետո հաղթական հարություն արավ։ Եթե քրիստոնյա ես, պիտի հավատաս։ Եթե քրիստոնյա չես, կարող ես հիմա հերոստալիքը փոխել եւ ուրիշ 1001 նյութերու նայել լիքնեն։ 3 եթե դուք դիտեցիք Օսկարը, ամբողջ Ամերիկան, Կանադան, Մեքսիկոն, ամբողջ աշխարհը դիտեց եւ չեմ ուզել հիմա այնտեղ իմ կարծիքը տալ, բայց եւ այնպես մարդ ժամանակ կդրամատրե ժամերով հերոստատեսությամբ դիտել կամ հեռախոսի վրա ժամերով խաղալ, նայել եւ այլն, բայց երբ որ հարցը գուքա եկեղեցվո, ժամանակ չունենք, որտեղ շատ երկար է բադարակը, եւ բադարակը երկար է, եւ դեր հայրը կխոսի լեզվով, որ մենք չենք հասկանար, կարոզնալ անկապան մնե, չեմ գիտեր, գերտանք։ Եկեղեցի գերտանք միայն այն ժամանակ, երբ որ ծանոթիմը հուղարկավորությունն է, եւ այստեղ մեկ հատ փակակից մը բանամ,
շատ մոդիկ իմ մեկը ընկեր մնե եւ կորցի տեղը երբ որ մենք կհավաքվենք ըստ մեզի օրենքին մեզի կհասնի որ կեսժամ ճաշի ժամ ունենանք եւ երկու անգտալ 15 րոպեանոց բան ունենանք թաթար ունենանք կորցից եւ այնտեղ հայերս կհավաքվենք գսրջենք եւ ամեն մեկը նույնը գխոսի հաջելի նույնը գխոսի եւ այս ընկերս հարցուց ասավ ես մեկ բան չեմ հասկանում ինչու միշտ երբ որ եկեղեցի գերտամ նույն բաները կգարտան ասի միտքը ինչ է դե հիմա օրինակի համար Պողոս Արաքյալի տեսահոգանացիներու նամակը կգարտան ասի ասի արդյոք կարող է նաև ասի Հովանու Ավետարանի չէ ասա վադիկա չեմ գիտեր ասի որ հադիկը ծուրանին հադիկը այո ասավ միշտ հադիկա կգարտան ասավ եկեղեցին ուրիշ այդ խոշոր սուրբ քիրքին մեջ ուրիշ քրագանություն չի գա որ միայն հադիկա կգարտան ես մի անգամից հասկացա ժպտացի եւ ասի ես վստահ եմ որ դուն եկեղեցի գերտաս միայն հոգեհանգստյան ժամանակ զարմացավ ասի այո որովհետեւ ասի եկեղեցվո գարքի արարողության մեջ Պողոս Արաքյալի Թեսաղոնիկեցիներուն դված նամակին մեջն է որ գսե եղբայրներ չեմ ուզեր որ դուք մահվան մասին սխալ կարծիք ունենաք եթե մենք կհավատանք որ Հիսուս մերավ եւ հարություն արավ այդպես էլ մեր ննչեցյալները պիտի հարություն առնեն ասավ այո ադե ասի հետո կահանան գուկա եւ ավետարան կգարտա ու կավետարանի մեջ կսե ճշմարիտ կսեմ ցեզի եթե մեկը ծորենի հադիգի պես չմերնի հողի տակ չինա ինքը մինագը կմնա իսկ եթե մերնի շատ արդյունք կուտա այո շատ ճիշտ ես ասի դուն կյանքիդ մեջ բադարակի չես կացած այսպես նայեցավ զարմացավ ասի դու կյանքիդ մեջ ուրիշ արարողություններու չես մասնակցած բարձապես հարկանքի համար խնամին բարեկամը թրացին վախճանել հետո հոգեհանգիստի կամ արարողության ժամանակ թաղման արարողության ժամանակ ներկա գտնված ես եւ այս քրությունները միայն ադես լսած բայց մենք ամբողջ տարվա ընթացքին 365 օր մենք տարբեր մասեր կգարտանք սուրբ գիրքեն զարմացած մարդը նայեցավ ես աժպտացի ինքնաժպտաց եւ տեսեք սիրելիներ նորեն գուքան կսելու համար որ մենք իսկապես քրիստոնյա ենք մենք քրիստոնեություն փանկա հասկանանք բակ ինչպես մեծ բակը կա եւ մեծ բակեն առաջ բարեգենտանին մենք անունը գուտանք բուն բարեգենտան գլխավոր բարեգենտան բայց նաեւ գա մյուս բակերու առաջին օրերը բարեգենտան Սուրբ Աստվածածնի բարեգենտանը կա որ մեկ շաբաթ առաջ է դաղավար Սուրբ Աստվածածնի վերափոխում են եւ այն ես այսօր չեմ ուզեր ամեն ինչը գետրոնացնել կուզեմ մեծ բակի վրա մնալ ուրեմն ասիցեզի չէ որ շաբթվա մեջ երկու օրերը բակ են ունինք երկարադեպ բակեր ինչպիսին են բուն մեծ բակը եւ նաեւ հիսնակը որ 50 օր աստվածահայտության են Հիսուս Քրիստոսի ծնունդեն առաջ կբահվի եւ նաեւ կան շաբաթվա բահեր կան 2-3 օրվա բահեր եւ այլն բակը երբ որ դուն գամովին կհերանաս ուդելեն ձոմը ընդհանրապես գա որ հաց ու ջուր գուտեն եւ գծոմապահեն եւ այս երկու բարականերուն եթե բահք է կամ ծոմ է ոչ թե միայն
կրոնական, այլ նաև քո մարմինը մակրակորձման միջոց է բակը։ Մարմինը դե որ կմաքրվի, հոգի դե որ կզտվի, բայց մարմինը կմաքրվի։ Եվ եթե այսալ պետք է ասեմ, որ ինձ մեջ է, այլ ես իմ վարդապետներեն լսած եմ եւ գուզեմ ասիգա նաեւ ցեզի փոխանցել, զադիկը միշտ կշարժի, շարժողական դոներ կա եւ անշարժ դոներ կա։ Բայց մանրամաս չեմ ուզել ամբողջ մեր դոնացույցը բացատրել այսօր այդ կեսշամբա մեջ, բայց ցեզի ասեմ, որ կա անշարժ դոներ այնպիսին են, որն է օրինակ համար հունվար 6-ը։ Հունվար 6-ը Հիսուս Քրիստոսի ծննդյան, մարտահրավերության եւ մկրտության տոնն է։ Շաբթվա մեջ որ օրնալ կա հունվար 6-ը, այդ օրը մենք կդոնենք Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը, մկրտությունը եւ ծնունդը։ Օրինակ համար դյարընթարաճը փետրվար 14, այսինքն հունվար 6-ին 40 օր հաշվեցեք, փետրվար 14-ին գնա դյարընթարաճ։ Շաբթվա մեջ որ օրնալ կա դյարընթարաճը միշտ փետրվար, ուրեմն անշարժ է, չի շարժիր։ Իսկ զադիկը կամ հարության տոնը շարժողական է եւ ինչի վրա կհիմնվի այս ամենը ասեմ ցեզի հաշվարկությունը հետեւյալն է Քարնանամուդի հաջորդող լիալուսնի գիրագին զադիկ է կգրգնեմ Քարնանամուդի այսինքն մարտ 21-ին որ վստահ եմ եթե դուք ծանոթներ ունիք, ընկերներ ունիք, հարևաններ ունիք, որ բարսիկ են, աֆղան են եւ այլն, իրենք կդոնեն Քարնանամուդը որպես իրենց նոր դարին, նորուզ որ գսեն 21 մարտին է։ Մեկ եթե նահանջ տարի է 20 գլա եւ այն, հոնա չեմ ուզել մանրամասնել, բայց կենտրոնացեք 21-ի վրա, մարտ 21-ին, որ նորուզ է, Քարնանամուդ է։ Ոչ թե մարտի մեգն է Քարնանամուդը, ինչ որ ռուսերը եւ սովետական ժամանակները կդոնեն, կհիշատակեն, ոչ սրերիներ։ Սխալ է, խնդրեմ, կոնե ասիկա սորվինք, որ Քարնանամուդը 21-ին է, Ծմերնամուդը սեպտեմբեր 21-ին, միշտ 21, բանը օրինակ եմ սեպտեմբեր 21-ը աշնանամուդն է, սեպտեմբերն հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 21-ը ծմերնամուդն է եւ այլն եւ այլն։ So, Քարնանամուդը 21-ին հաջորդող լիալուսինի գիրագին զադիկ է։ Եվ որովհետև լիալուսինը կշարժի, գրնա զադիկը ըլալ օրինակի համար մարտի 23-ին մինչև ապրիլ 26։ Այդ է իսկ պատճառը, որ այս տարի ապրիլ 29-ն է, որովհետև հիմա եթե նայիք, Քարնանամուդեն առաջ պիտի կա լիալուսինը, եւ հետո Քարնանամուդեն հետո լիալուսինը պիտի կա ապրիլի 10-ին, ապրիլի 10-ին 11 եւ դրա հաջորդող գիրակին արդեն ապրիլի 20-ը գլազատիկ։ Ինչու գսեմ ասիկա Քարնանամուդի հետ, որովհետեւ այսպես կբացատրել մեզի մեր վարդապետներեն, որ գենթանիները ծմերը իրենց մարմինը նորոգված չէ, լխկած կլա, որտնոտած կլա, եւ ադոր համար առողջ չէ այդ միսը ուտելը։ Ուրեմն տեսեք սիրելիներ, այս մարմնի մաքրությունը նաեւ մաս կկազմի հոգվո մաքրության հետ։ Հիմա գուքամ, քանի ռոբե մնաց արդեն, գուքամ ասելու համար, որ բակը բահողները քրիստոնյա են, ոչ սիրելիներ։ Ինչպես ասի, բակ կպահեն մահմեդականները, բակ կպահեն նաև ղևդացիները, հրեաները եւ նաև քրիստոնյաները։ Կարևորը սիրելիներ,
ուդել կամ չուդելը չէ, այլ կարևորը հոգեպես պատրաստվել մեծ դոնին, այն գլխավոր դոնին, որ քրիստոնեության հիմքն է, Հիսուս Քրիստոսի հարությունը, ինչպես քիչ առաջ բացատրեցի։ Ուրեմն, եթե մենք պիտի հոգեպես պատրաստ լանք եւ պատրաստվենք այդ քեղեցիկ դոնին ու մեզի գոքնե հերու մնալ հաճույքները, չէ, ուտելը շատերուն համար բարտականություն է, շատերուն համար հաճույք է, եւ այդ հաճույքեն զրկվելը։ Մարդ կա օրինակ համար չի գնար կամ չուզեր կամ առողջական հարցեր կան եւ գսե ես բակ չեմ գնար բռնել, բայց ես օրինակի համար 40 օր կամ մինչև զադիկ 48 օր ես պիտի հրաժարիմ ալկոհոլեն, ծխախոտեն։ Մենալ գսե ես պիտի հրաժարիմ չգիտեր թուղթ խաղալեն։ Մարդ կա շաբաթը 3-4 օր կհավաքվին եւ բլոկ կխաղան եւ իրենց համար ադի մեծ հաճույք է, բամչունի մսելիք եւ շատերը կսեն 40 օրվա ընթացքին մենք պիտի ասկե հրաժարինք եւ այլն։ Այս հրաժարումները տարբեր բաներ են։ Կարևորը ոչ թե միայն հրաժարելն է, այլ հրաժարելը միջոց մնե մեզ հոգեպես պատրաստելու այդ մեծ տոնին, որ մենք հիմա կսպասենք։ Եվ կիրակի օրը փուն բարեկենթան էր, մենք ուրախացանք, կերանք, խմեցինք եւ երեկոյան ժամը 2-յան ժամանակ արդեն շաբաթ օրը խորանը փակվեց եւ խորանը կփածվի ծաղկազարդի օրը, խորանը կփածվի ոդնլվային եւ հետո խորանը կփածվի ջրակալույցի շաբաթ օրը պատարագի ժամանակ, երբ որ ընթերցվածները կգարտան եւ վերջին ընթերցվածը կգոչվի Դանիելի ընթերցվածը եւ տարիներ շարունակ ես երկած եմ ադի եւ հետո խորանը կփածվի եւ պատարագը կսկսի ջրակալույցի, որուն այդ օրը պատարագեն իդ շատ քեղեցիկ կարողություն կա, որ մարդիկ ջրակ կտանին իրենց տուները, Աստծո լույսը, Աստծո օրհնությունը եկեղեցին կտանին իրենց տուները լուսավորելու, ոչ թե սենյակը լուսավորելու, լույսը վարեք հիմա կրնա շատ ավելի լուսավորվել, քան թե այդ մոմը, բայց այդ մոմը մեզի խորհրդանիշն է Աստծո լույսին, Աստծո սիրուն, Աստծո ներկայությանը։ Ադոր համար է որ եկեղեցին կառնենք այդ մոմի լույսը եւ կտանենք մեր տուները լուսավորելու համար։ Խորանի փակվելու իմաստը ինչ է, երբ որ մեր նախածնողքը Ադամ եւ Եվա չհնազանդեցան Աստծո, այլ ուզեցին, որ իրենք հալ Աստծո պես լալ եւ ինգան սատանայի այդ օծը որ խապեց, պատկերավոր է իհարկե, օծը որ խապեց մարդ արարածին կնոջ եւ ամուսնուն, Ադամին եւ Եվային եւ իրենք մեղանչեցին եւ Աստված վրընդեց Ադամը եւ Եվան թրախտեն եւ թրախտի թրները փակեց։ Այդ է խորհրդանշողը մեր խորաններու ծածկվելը, փակվելը վարակույրով։ Կնշանակե մենք հերու կմնանք Աստծո, որտեղ խորանը գիտենք, որ Աստծո ներկայությունն է այնտեղ, եւ երբ որ խորանը կփակվի, մենք հերու կմնանք Աստծո ներկայութենեն եւ 40 օր հետո կամ 48 օր հետո երբ որ կփածվի եւ պատարագը կտեսնենք հարության պատարագը այնտեղ նոր կանդրադառնանք թե ինչ կնշանակե Աստծո ներկայությունը չտեսնել Աստծո ներկայութենեն հերու մնալ
Սիրելիներ, այս մեր ընդհանուր փորձեցիկ այս կարճ ժամանակվա մեջ բարփակել եւ այսօր այս ծրագիրը դիտելեն հետո ամեն մեկը թողանգերձը լա ինք իրեն հարցնելու համար որ եղբայր Ստեփանի այս բոլոր ասածներին քանի դոգոսը ես գիտեի քանի դոգոսը ոչ թե միայն գիտեի այլ նաեւ կկործածեմ կյուրացնեմ եւ իմ կյանքիս մասնիկն է իմ ընտանիքիս կյանքի մասնիկն է ուրեմն սիրելիներ անոնք որոնք արդեն սկսած են իրենց բակը թող Աստված ցեզի ընդունելի է ձեր բակը բայց ամենակարևորը բակեն ավելի դուք հոգեպես պատրաստ լաք շնորհքով լեցուն լաք թեպի հաղթական եւ լուսավոր հարության տոնը Սիրելի երեստայտող բարեկամներ այսպեսով կավարտեմ մեր այսօրվա ելույթը կցանկանամ ցես բոլորիդ բարի աշխատանք բարի կյանք եւ մեր մայր հայրենիքին պայծառ երկինք եւ կանաչ ճանապարհ ցտեսություն մինչեւ մյուս շաբաթ